Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր հյուրընկալել եմ Երևան քաղաքի ավագանում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար քաղաքագետ Մանուկ Սուքիասյանին։ Պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուքիասյան, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ ասֆալտի վատ որակի եւ Երևան քաղաքով մեկ վարորդների համար գլխացավանք դարձած փոսերի մեծագույն ու հիմնական մեղավորը աղն է։ Ժամանակին է Թովոսյան Արսեն ներասում սեղանների վրայից աղը վերացրեք։ Հիմա մեկ շաբաթ առաջ գործակարգավարականի ժամանակ նույն Ավինյանն էլ ասում էր պետք է մտածենք աղի լուծույթով ինչ որ մշակենք ասֆալտը, որ չքայքայվի։ Մեկ էլ էս հանրային լայն դժգոհությունը, այդ կոտրվածքների ճակերտավոր ռեկորդները, որ մարդիկ ստանում են այդ կոտրվածքները, այդ ամենը տեսնելով հիմա էլ եկել են ասում են վայ աղը սենց չի, այս համար այս մարդկանց համար ուղղակի սենց մարմաճա սկսվել իրենց մոտ, որ մեղավորներ փնտրել, էլ արդեն հնարավոր չի տեղ, չգիտեմ, նախկիններին մեղադրել ընդդիմությանը, հիբրիդային պատերազմին, վերջի տարբերակ կարելի է աղի վրա, այդ աղը ինչ արեց քաղաքը, գալիս է, չգիտեմ, դեկտեմբեր, հունվարը, որ իրենք մտածում են, թե քաղաքի, ասենք, բնության տարերքը ոնց կառավարեն կամ աղից հետո քաղաքում այնպես այդ աղը միշտ էլ ցանվել է ավազի հետ։ Աղը միշտ էլ ցանվել է աղավազի հետ, բայց նման իրավիճակ ես անկեղծ չեմ հիշում, որ ասֆալտը այս կարգի խայտարակ ձևով, ասենք, քայքայվեր եւ մեքենաները ուղղակի ջարդվեին։ Սոցցանցերը նայում ես գիշերները մարդիկ որ մեքենան ընկել է գիշերը փոսի մեջ, անիվները ուղղակի պայթել են եւ մարդ հանճարությունից ուղիղ հերարցակում անում սոցցանցով, որ էս ինչա կատարվում։ Ու դրա համար չկա պատասխանատու կողմ, քաղաքապետարանը պատասխանատու կողմ, բայց դա նաև նոր ֆրոնտ է բացում, որ իրենք էլի տենդերներ անեն, էլի փող հատկացնեն, էլի իրենց հետ աֆիլացված ֆիրմաները արտոնյալ պայմաններով այդ տենդերները շահեն, որ էլի փողի շրջանառություն լինի։ Իրենց համար չկա չարիք առանց բարիքի, այնինչ քաղաքի բյուջեն եւ գույքահարկի եւ այդ շինթույլտվությունների հաշվին շեշտակի աճ է արձանագրում եւ կան խնդիրներ, որոնք պետք է ռադիկալ լուծում ստանային, բայց քաղաքը շարունակում է մնալ նույն, ասենք, խնդրահարույց օրգան համակարգը եւ այդտեղ է որ քաղաքացիները առանց մեր կամ ձեր կամ որևիցե բեկի, որևիցե խոսքի ու գնահատականի իրենց ամենօրյա շարժի մեջ տեսնում են այս քաղաքում ինչա կատարվում։ Պարոն Սուքիասյան, եթե չեմ սխալվում 4 միլիարդ դրամ չէր տրամադրվել ճանապարհների բարեկարգության համար։ Դե տեսեք, այդտեղ կա միջին նորոգում, կա ընթացիկ նորոգումներ այդ ուղղության վրա միշտ բոլոր տարվա վերջի տարիների բյուջեների վրա պատկառելի գումարներ է եկել։ Նաև կառավարությունից է պատվիրակված ծախսեր եկել։ Այդ դեպքում այդ գումարները ինչպես են օգտագործվում, եթե դա քաղաքացին չի զգում ճանապարհին։ Դու ինչքան ուզում ես գումար տրամադրի, 4 միլիարդ չտրամադրես, 14 միլիարդ, եթե անգամից տրամադրես, գոյությունի պարզ հասկացություն, որ կոչվում է տեղ հսկում։ Այսինքն պետք է տեղ հսկի չգնա շինարարության ընթացքում տեսնի այդ նորմերը պահպանվում է թե չէ։ Ասֆալտի, ասենք, որակը, ասֆալտի հաստությունը, մերձակա, ասենք, մայթերի հետ այդ ասֆալտը, որ կարվում է, մայթերում ինչ վիճակ է։ Եթե դիցուկ դու անգամից որակյալ ասֆալտ ես արել, բայց մայթերի հատվածում, դիտահորերի հատվածում կան ճեղքվածքներ, որտեղ չի կատարվում մեկուսացման աշխատանք, այդ ջուրը մտնում, ճաքելով, քայքայելով գալիս է այդ մեծ ծախսը դառնում է առ ոչինչ։ Դրա համար պետք է պատշաճ տեղից տեղհսկմանը բյուջեով երբ որ նայում ես, գրոշներ են տալիս եւ տպավորությունն է որ տեղհսկողը ուղղակի թուղթ է վաճառում քաղաքային իշխանություններին եւ ասֆալտապատողին, որ այդ գրոշներով հնարավոր չի գնալ աշխատող պահել պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ հսկողություն իրականացնել քաղաքի ասֆալտապատման, բարեկարգման առհասարակ բոլոր ուղղություններով։ Պարգևավճարներ տալուց այդ խնայողությունը դիտարկվում է։ Պարգևավճարները այսպես երկրաչափական պրոգրեսիայով աճում են։ Հարց առաջանում, եթե պիտի վարչապետը ինքն իրեն պարգևավճար տա, նախարարները իրենց տան, քաղաքապետը ինքն իրեն եւ այլոց քաղաքապետարանի աշխատողներին, գոնե ըստ իրենց զանգակատան հայացքից ինչի պիտի չտան, ինչ է եղել, տալիս են պարգևավճար բոլորը եւ այդտեղ ուղղակի մարդիկ պետք է հստակ արձանագրեն, որ պարգևավճարը շատ լինի, քիչ լինի, միևնույնն է աշխատանքը անորակ է, բայց էլ առավել
անընդունելի եւ վիրավորական է, երբ որ պարգևավճարների աճի հետ աշխատանքի որակի աճը ուղղակի որպես այդպեսին գոյություն չունի եւ ցանկացած կրիզիսային իրավիճակում հիմա էլ ասենք, չգիտեմ, գարնանը սկսելու են հորդառատ անձրևներ։ Հեղեղատար համակարգերը ջրահեռացումը Երևանու է, թե Երևանում ինչ անմխիթար իրավիճակ է։ Ու այդպես, այսինքն քաղաքի կենսագործունեության բոլոր ուղղություններով երևում է, որ քաղաքային իշխանությունները քաղաքացիական պայմանագրի ապիկար եւ, չգիտեմ, անորակ կառավարման իրենք մանրակերտն են, իրենք ամենացցուն օրինակն են, որ քաղաքացին ամեն քայլափոխի կարող է բախվել զանազան ուղղակի այսպես հիասթափեցնող, ցասում առաջացնող դրվագների եւ ես լիահույս եմ, որ առաջիկա ընտրական գործընթացների ժամանակ նաեւ այդ դրվագները հաշվի առնելով քաղաքացիները այդուհանդերձ կգնան տեղամաս եւ իրենց վճռական ոչը կասեն իշխանություններին, կմերժեն եւ բան կանեն, հա։ Իրենց տեսակետով ուղղակի այս իշխանություններին թարսապտակ կհասցնեն։ Պարոն Սուքեսյան, դուք խոսում եք իրենց թերացումների մասին, բայց տեսեք Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ կանաչապատման ծավալներով վերականգնել են կամ հատել են այն կետը, երբ որ Խորհրդային Հայաստանում այդ ծավալներով կանաչապատում էր իրականացում, իսկ Խորհրդային Հայաստանում կանաչապատման մեծ ծավալով աշխատանքներ էին կայացվում, բոլորս երևի թե կհիշենք, հա, կամ լուսանկարներից, կամ մինչև ծառերի հատվելը։ Տեսեք, միայն վատ դրսևորումների հետ գործ չունենք։ Խորհրդային ժամանակների Երևանը բնակչության թվով եւ աշխարհագրական ծածկույթով այնպեսին չէր, ինչպես այսօրվանը։ Հասկանում եք, 30 տարի անցել առնվազն։ Խորհրդային Հայաստանի Երևանը ուր, այս Երևանը ուր։ Այդ խելահեղ տեմպերով որ շինթույլտվություն են տալ եւ քաղաքը ընդլայնվում է ցանակում, այսինքն Երևանը մոտենում է 1.200.000 բնակչության։ Վերջին 5 տարում տվել են 17.000, վերջին 6 տարում 20.000 մեծ ու փոքր շինթույլտվություն։ Դա էկոլոգիական մարտահրավեր է, դա գործունեություն է։ Դա պահեստային տարածքներ են, արտադրություններ են, բնակչություն է, փոշի է, ասֆալտ է, հասկանում եք, այդ ամեն ինչը կա։ Եվ երկրորդը Խորհրդային Հայաստանում կանաչապատման համար տենդերներ չէին հայտարարում եւ գործող իշխանավորների հետ աֆիլիացված ֆիրմաները չէին գնում տենդերներին մասնակցում ու դրա պոչից քրեական գործ չէր գալիս։ Քրեական գործ։ Անկամից քրեական գործ կա կապված քաղաքի այս ծառապատման, այդ տնկիների ձեռքբերման հետ կապված կա քրեական գործ։ Այսինքն կանաչապատման ծրագրի ակտիվությունը դրսևորվում է տենդերներով։ Տենդերներով, այո, եւ այդտեղ էլ կան սև խոռոչներ, այդտեղ էլ կան մասնավոր շահեր, այդտեղ էլ կա քրեական գործեր։ Եվ լա միայն կանաչապատումը միայն ծառ տնկելը չի։ Դա հետևից պետք է գա նաեւ ռոռոկման համակարգը։ Դիցուկ եթե ենթադրենք, որ ռոռոկման համակարգն էլ է մեծ թիվ, հա, անցկացումը։ Հիմա հարց առաջանում ամենակիզիչ սեզոնին արդյոք Երևան քաղաքում տեղի ունենում ճիշտ ժամանակացույցով ծառերի ռոռոկում։ Ես կասկածում եմ, որովհետև անցած տարվա օրինակը բոլորիս աչքի առաջ էր, որ Վեոլա ջուրը սկի ազգաբնակչության խմելու ջուրը չէր կարողանում հասցնել։ Որտեւ երբ որ Վեոլա ջրի հետ եւ հանրային եւ մասնավոր շփում ես ունենում, մարդիկ բարձ ասում են, որ այն ժամանակ, երբ որ մենք ստանձնել ենք քաղաքի ջրամատակարարման կառավարումը, մեզ ոչ մեկը չի ասել, որ քաղաքի այսքան ընդլայնվելու է։ Այսինքն մենք իմացել ենք, որքան միավոր ջուր կարող ենք մենք հայթայթել եւ մատակարարել։ Հիմա ջրի ծավալը լեռնի բանել պակասել է բնակլիմայական պայմաններով պայմանավորված, բայց բնակչության թիվը ավելացել է քաղաքի եւ այդտեղ կա խզում։ Հիմա եթե քաղաքի բնակչի մարդկանց ջուրը չի ապահովում, ես խիստ կասկածներ ունեմ, որ այդ ծառերը ժամանակին, ասենք, ճիշտ ժամանակացույցով ռոռոկվում են։ Հետևաբար միայն ծառ տնկելով դա մի ամբողջ համակարգ է պետք աշխատացնել եւ նաեւ փորձանել մտածել քաղաքամերձ անտառապատման եւ կանաչապատման մասին, հա։ Իսկ մեր այս տեմպերով արդեն Երևանը հյուսիսում միանում է արդեն Կոտայքի մարզին, չես հասկանում Երևանը որտեղ վերջացավ, Կոտայքի մարզը որտեղ սկսեց։ Նույնը, ասենք, չգիտեմ, Արմավիրի, Արարատի ուղղությամբ մեր քաղաքը դարձել է ուղղակի անverջ անսկիզբ քաղաք։ Այսինքն այդ համակարգերը այնքան թերի են աշխատում եւ իրավիճակային լուծումներ են տալել, չեմ խոսում, որ ամեն օր այդ կեղտաջրերի կայանը, որ ֆրանսիական վարկով վերցրել են, կառուցել են, առօրս չի սպասարկվում եւ դրա չաշխատել ավելի շատ վնասներ ա բերում, բայց պետությունը շարունակում ա վճարել եւ Երևանի կեղտաջրերը լցվում են Արարատյան դաշտի շրջակա միջավայր։
առանց պատշաճ զտման, որտեղ այդ նոր կայանը ոչ մեկի բալանսում չի, ոչ վեոլա ջրի, ոչ ջրային տնտեսության պետական կոմիտեի։ Բայց բյուջեից գումարները գնում են։ Գնում է այդ վարկը փակելու վրա, հա։ Լուբարաշենի աղբավայրը այնտեղ ինչ որ չար մութ ուժերը հրդեհներ են հրահրում, բան են անում, այնտեղ հրդեհանողներն են մեղավոր, միտեղ բնությունն է մեղավոր, շատ է անձրև գալիս։ Դիվերսիա աղբավայրում։ Միտեղ աղն է մեղավոր, աղը, չգիտեմ, արաղը, բաժանաղը, բանյակատնից բոլոր տարբերակներով ման կգան մեղավորները կգտնեն, միայն թե իրանց վրայից դուրս գրեն իրենց պատասխանատվությունը, բայց էլ եմ ասում, այնպես չի որ ամբողջ հանրապետությունով մի որակա, այ Երևանում մի քիչ կաղում են, չէ, սա միջին վիճակագրական, դասական, ԿՊ-ական կառավարում է, այնպես որ այս իշխանություններին եւ քաղաքային եւ համապետական պետքա ճանապարհել ուղղակի փաթեթով, որ ձեռք-ձեռքի տված հեռանան այդ կաբինետներից։ Փաթեթով ճանապարհելուն անդրադառնանք 2026-ի նախընտրական շրջանում ենք։ Պարոն Սուքեսյան, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Մայր Հայաստանը պատրաստվում է կամ գոնե քննարկումներ են գնում Բարգավաճ Հայաստանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Կարող եք մեկնաբանել տարածված այդ լուրերը։ Դե տեսեք, ոչ մի քաղաքական ուժ չի հերքում, որ նախընտրական շրջանում գոյություն ունեն բանակցություններ, քննարկումներ, ֆորմատների վերաբերյալ մտորումներ, եւ այդ առումով պիտի ասեմ, որ որպես եւ Երևանում, եւ Գյումրիում, եւ Էջմիածնում ընտրական արդյունքներ ցուցաբերած քաղաքական կենսունակ ուժ Մայր Հայաստանը լրիվ բարոյական իրավունք ունի նախընտրական դիրքավորման, բայց քանի դեռ վերջնական եւ պաշտոնական ոչինչ չկա, այս պահին ձեռնպահ կմնա որևիցե բան ասել, շատ լավ ուղղակի զուտ գիտակցելով, որ շարունակական գործընթաց է եւ քանի դեռ չկա պաշտոնապես հրապարակման ենթակա որևիցե պատկեր, ընթացիկ խոսակցությունները ոչ մեկին ոչինչ չեն տալու, հետեւաբար այդ առումով հիմա այս ձեռնպահ կմնա, բայց առաջիկա սեղմ ժամկետներում արդեն մենք որոշակի հստակություն կունենանք եւ հանրությանը տեղակ կպահենք, այդ առումով դե ասեմ, որ Հայաստանը ակտիվ է լինելու եւ հասանելի է լինելու երևանցիներին, առաջարկ ունենալու ենք մենք եւ երևանցիներին եւ Հայաստանի Հանրապետության մեր հարգելի քաղաքացիներին։ Այնուամենայնիվ վստահ եմ, որ քննարկումներ ձեր կուսակցությունում լինում են, արդյոք կա այն հստակ տեսլականը, դաշինքով եք հանդես գալու առանձին, որն է ավելի նախապատվելի ձեզ համար։ Դե տեսեք, Մայր Հայաստանը հիմնադրվել է որպես շարժում 23 թվականին եւ մեզ հատուկ է եւ դաշինքով Մայր Հայաստանը դաշինք էր 23-ի Երևանյան ընտրություններում, 25-ի Գյումրիի ընտրություններում, վաղար շաբաթում, ասենք, կուսակցության իրավական գործիքը աշխատեց։ Այսինքն մենք ճկուն ենք, մենք հասկանում ենք ըստ իրավիճակի ուժերի իրավիճակի օբյեկտիվ գնահատում, բայց բացի քաղաքական հաշվարկներից բանի առումով, շարժման տեսանկյունից մենք առաջնահերթ նայում ենք, թե ինչա պետք երկրին, հա? Մենք նայում ենք ընդհանուր խճապատկերի մեջ, թե որ քաղաքական ֆորմատը ինչ օգուտ կարող է տալ ընդդիմադիր ձայներ գեներացնելու եւ հանրությանը այլընտրանք առաջարկելու առումով։ Այսինքն կուսակցական շահը չէ առաջնայինը, միանշանակ մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահով, Երևանում էլ մենք ընտրություններին մասնակցել ենք էլի համապետական օրակարգով եւ ցավով պիտի ասեմ, որ մեր այն չարագուշակ սպասումները արդարացան 23 թվականին անմիջապես ընտրություններից հետո տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, Գյումրիում Մայր Հայաստանը միանգամից ընտրությունների արդյունքը երբ որ պարզ եղավ, Մայր Հայաստանը այն մերանն էր, որ առաջի քայլը արեց միավորելու համար ընդդիմադիր ձայները, որ ԿՊ-ական քաղաքապետ չլինի, Գյումրիում վաղ շաբաթում էլ մենք էլի պատկառելի չափով ձայներ տարանք, այսինքն մենք տապալումներ ոչ մի տեղ չենք արձանագրել եւ որևիցե կերպ, որևիցե process-ի բյուրեղացման չենք խոցնդոտել։ Այդ առումով Փառք Աստծո, այս կարճ ժամկետում 2.5 տարվա, գրեթե 3 տարվա ընթացքում մենք անընդհատ եղել ենք ընտրական process-ների մեջ։ Ոչ թե մեկ էլ ինչ-որ մի տեղից պարաշուտով ընկել ենք քաղաքական դաշտ, ասենք եկել ենք հայրենիք փրկենք եւ այլն եւ այլն։ Մենք ընկել ենք ընտրական process-ների մեջ, եղել ենք անդադ փողոցներում, եղել ենք անցած տարի այս ժամանակ մենք շուրջ 3 ամիս զբաղվել ենք հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարով, բոյկոտով,
կարմիր կետագծերի հետ կապված մտել ենք դատարան եւ մի քանի անգամ հաղթել ենք իշխանություններին եւ վերջերս էլ Գելափի հարցումներով ամենաբարձր գնահատականի արժանացած խմբակցությունն է Մայր Հայաստանը Երևանի քաղաքապետարանում երևանցիների կողմից։ Այդ ամենը դրանք չափելի ինդիկատորներ են, որ ցույց են տալիս, որ դու չես բավարարվում պարզապես հայտարարություններ անելով եւ միայն սոցցանցերում դրսևորվելով, դու պատասխանատվություն ես ստանձնում, դու առօրեական պարզ խնդիրներից, որոնք վերաբերում են քաղաքացիների, չգիտեմ, շենքի համատիրության կաթացող կտուրի, հա, որոնք այդքան էլ քաղաքական չեն, բայց դրանց համախումբը այո քաղաքական է։ Այդ խնդիրներից սկսած մինչև համապետական մարտահրավերներ, մենք այդ ամբողջ լայն սպեկտրով գործունեություն ենք ծավալել եւ առաջիկա ընտրական գործընթացին մոտենում ենք շատ կոնկրետ արդյունքներով։ Պարոն Սուքիասյան, խոսեցիք Պարաշուտով քաղաքականություն ընկած նորահայտ ուժերի մասին, այնուամենայնիվ այդ նորահայտ ուժերը կամ այն քաղաքական կամ քաղաքականությամբ զբաղվող ուժերի ընտրությունների նախաշեմինի հայտ գալ ինչի մասին են խոսում։ Ամբիցիաներն են շատ բարձր։ Եկեք այսպես ասենք, ես չէի ուզի բոլորին ընդհանուր մեկ գնահատական տալ, չգիտեմ, օրինակ մասնավորապես, չգիտեմ, մեր ձևովի մոտիվացիայի վրա ես կասկածանք չունեմ, իրենք պատահական տենց չեն հայտնվել։ Միշտ էլ Հայաստանի Հանրապետության կենսագործունեության մեջ խոսքը փոքր հնարավորությամբ եւ դեր են խաղացել, փոքր հնարավորություն ունեցողների, եկեք մի քիչ ավելի ուրիշ բանից գամ ես արմատից։ Ոչ թե զուտ միայն ընտրական process-ի մասով, իսկ գտնում եմ, որ մարդու երիտասարդ տարիները իր առաջադեմ, ըմբոստ, պայքարող, կարծրատիպեր ջարդող, ժամանակի կապանքներից, հա, ձերբազատվել փորձող, ավելի լավ, ավելի նորարար, ավելի ուժեղ, ավելի համարձակ լինելու տարիներն են։ Եվ երբ որ մարդը ողջ երիտասարդության ընթացքում լինում է, կամ չգիտեմ, կարիերիստ կամ կոնֆորմիստ կամ վախկոտ կամ անհամոզմունք, կամ չգիտեմ, իմ թվարկածներից ոչ մեկը չի, բայց իրեն չի տեսնում այդ ամեն ինչի մեջ, մեկ էլ արդեն ինչ-որ պատկառելի տարիքի դեպքում, ինչ-որ որոշակի բարեկեցության կոմֆորտ զոնա է հասել, մեկ էլ հոպ հայրենասիրությունը, դե չգիտեմ, զաշկալիվ է այդ, ասում են բագիտ այն դեպքում, որ ախր այդ խնդիրը ինչի մասին դուք խոսում եք, 3 չի էլի առաջացել։ Առնվազն լավ գոնե այս իշխանությունների պարագայում 8 տարեկան լուրջ լրջագույն խնդիրներ, հա։ Մեկ էլ կուսակցությունը դարել է ՍՊ-ի նման մի բան, քնում վեր են կենում, կուսակցություն են բացում, երկար ժամանակ, չգիտեմ, տարբեր պաշտոնեական հարաբերություններ ունենալով գործող իշխանության հետ, առանց հանրությանը բացատրություն տալու, թե ինչու իրենք հրաժարական տվեցին կամ նա ինչու իրենց հեռացրեց, հա, պաշտոնից։ Չեն ասում ինչն էր պատճառը։ Դու կամ ձախողել ես, որ քեզ հեռացրել են, կամ նա է անտանելի հանրությանը հաշվետվություն տուր։ Դու ինչի դադարեցի սրա հետ աշխատելը, այս իշխանության։ Գնում են տուն, մեկ էլ լողանում են, հաջորդ օրը վեր են կես, որ մենք էլ ենք ընդդիմադիր, ես որ պայծ ընդդիմադիր դառար, երբ որ մնաց իր անգործ, հա։ Այսինքն այդ կարգի տենց գաստրոլյորներ, այդ կրկեսի բաներ։ Հենց այդ կարգի մասին։ Այդ կոնտինգենտը, որ մեկ էլ ընտրություններից մի քանի ամիս առաջ, դե փորձակ ստացվեց, հա, չստացվեց, ես վստահ եմ, որ ովքեր որ ձախողվեն այդ նորահայտներից, չեն շարունակելու զբաղվել քաղաքականությամբ, գնալու են իրենց գործերով։ Իսկ քաղաքականությունը մի օրվա չի, մի ընտրության բան չի, դիմագից ձեռք բերելը, դա տարիների տքնաջան աշխատանք է նաև սոցիալական քո վարքագծով, ոչ միայն որպես քաղաքական ճառասած։ Այսինքն հանրային քվե ստանալը, պատասխանատվություն ստանձնելը, որքան էլ որ իշխանությունը լինի ապաշնոր եւ դու քո խոսքի մեջ լինես ճիշտ, տեսական դատողությունները եւ քննադատությունը մի բան է, բայց տարիների ընթացքում որևիցե պատասխանատվություն ստանձնել հանրային դաշտում, առաջնորդության բանաձև ունենալ, քեզանից սուբյեկտիվորեն կախում չունեցող մարդկանց կարողանաս քո շուրջը համախմբել, որ քո, չգիտեմ, ընկերը չի քո ենթական, չի մարդիկ են, ովքեր որոշակի մտածողության, հա, level ունեն։ Այդ մարդկանց հավաքես եւ դու հայտ ներկայացնես, որտեղ թե մարդը կյանքում 10 հոգու լիդեր չի կարողացել լինի։ Շատ արհեստացին է, որ ուզում է գա պահի տակ միանգամից դառնա հանրապետության առաջնորդ։ Եվ այդ ձևի միավորումները կաբա թե ակամա են, որ իրենք չուզեն էլ, եթե նպաստելու է ձայների փոշիացմանը, եթե անգամից անցողիկ շեմից 0.1 պակաս հավաքեն եւ իրենց ձայները գնա վերաբաշխում
եւ դրանից իշխանությունը շահի, իրենք ակամայից ընդհանրապես դառնալու են ինչ որ ամբիցիոզ մարդիկ, որոնք ընտրական ժամանակներում հայտնվեցին, ինչ որ փոթորիկի փորձ արեցին եւ անհաջողության պարագայում շարունակեցին զբաղվել իրենց այլ գործունեությամբ։ Քաղաքականությունը երեկոյան ժամը 6-ից հետո քաղաքականությունով չեն զբաղվում, հա։ Քաղաքականությունով մի օր տենց քնից վեր կենալով չի, հա։ Քաղաքականությունը, չգիտեմ, ընտրատեղամասեր, քարոզչություն, գաղափարներ, սկզբունքներ, համոզմունքներ, շփումներ մարդկանց հետ եւ որոշակի այցեքարտ պիտի ունենաս, կամ մաքուր քաղաքական հետագից, կամ էլ չգիտեմ, օրինակ մասնագիտական այնպիսի վերելքների հասած լինես, որ քաղաքական որոշումների որոշակի level-ում քո մասնագիտական որակները պահանջված լինեն, որ դու արդեն որպես մասնագետ ընդգրկվես որոշումների կայացման այդ հորձանուտի մեջ։ Պարոն Սուքիասյան, տեսեք, շատ քաղաքական գործիչներ ու քաղաքական մեկնաբաններ, փորձագետներ ասում են, որ 2026-ի ընտրությունները պարզապես ընտրություններ չեն։ Դրանք շրջադարձային են լինելու նաև Հայաստանի երրորդ հանրապետության համար, հենվելով Նիկոլ Փաշինյանի իր իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների, նաև Բաքվից ու Թուրքիայից հնչող պահանջների վրա։ Ձեր շփումները մարդկանց հետ ինչ են ցույց տալիս։ Հանրությունը հասկացել է, թե որքան կարևոր են 2026-ի ընտրությունները, թե այդ խորքային պատկերացումը չունի, ավելի շատ դժգոհությունն է այս իշխանությունների վարած քաղաքականությունից։ Զուտ մակերեսային առումով։ Տեսեք, ես միշտ պատահարներով բարձրաձայնում եմ, տեղեկատվական այս լրահոսը այնքան ինտենսիվ է, շատ իրադարձություններ մարդկանց մոտ ուղղակի այսպես հնանում են։ 21 թվականին փետրվարին, երբ որ գլխավոր շտաբը զինված ուժերի անվստահություն հայտնեց եւ պահանջեց Փաշինյանի հրաժարական, պաշտոնական Անկարան օֆիցիալ ձևով տեսակետ հայտնեց։ Ընդհանուր նոտա տվեցին սպառնալիքով եւ այստեղ եւ անգամից Մոսկվային, որ թե Փաշինյանի իշխանությունը տապալվի, իրենք անգամից սպառնացել են զոկ մտցնել Հայաստան, հա։ 21 թվականից Հայաստանը ունի Թուրքի պահած իշխանություն։ Ես բոլոր պատահարներով դա շեշտում եմ։ Այսինքն հիմա այս Հական Ֆիդանը, որ հայտարարեց, որ իրենք սատարելու են հունիսի 7-ին, ակնկալում են, իրենք համակրում են Փաշինյանին, այս շոկը, որ ապրեց ժողովուրդը, բայց դա նորություն չի։ Դրանք բացեբաց վաղուց են ասել։ Եվ այդ դիրեկտիվաները Բաքվից ու Անկարայից եկող նորություն չեն։ Եվ բաց այդ մարդիկ նաև ասել են, որ իրենք Փաշինյանի առաջ խնդիր են դրել սահմանադրությունը, փոխել դրա համար արագացրեցին, որ մարտ ամսին նախագիծը պատրաստ լինի, որ եթե մինչև ընտրություններ ստորագրեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այդ փաթեթը ձեռքին թափահարելով Փաշինյանը գնա քարոզչության, որ այնտեղ էլ տեսնեն, որ վերընտրվելու դեպքում չակերտավոր իհարկե, այս իշխանությունը ինչա պատրաստվում անել։ Այսինքն այդ ամեն ինչը այնքան ակնհայտ է, որ այդտեղ նոր բան բացահայտելու չկա։ Այստեղ խնդիրը մարտահրավերը ընդդիմության համար է դա առաջին հերթին, որ հանրությանը հասու դարձնի դա բոլոր ծալքերով, բոլոր վտանգներով, որովհետև գիտեք ինչն է, այսպես ասենք, պարադոքսալ շատ, ամենաշատ պարտություններ ու պատերազմ, ամենաշատ զոհեր բերած իշխանությունը, որ ուղղակի ծնկի է եկել Թուրքիա առաջ, հիմա սկսել է խոսել քաղաքականություն, խաղաղությունից։ Դա մոտավորապես նույնն է, որ ասենք ներողություն եմ խնդրում, բազմաթիվ բռնաբարությունների համար մեկին դատեն եւ ասեք դատանի դահլիճում նա հայտարարի, որ զբաղբան է ստեղծում մարդու իրավունքների եւ շահերի սպասարկման, ինչ որ չգիտեմ, ֆեմինիստական կամ եսիմից շարժում է ստեղծում։ Այդ կարգի մի հատ անոմալիա է, բայց ընդդիմության անելիքը շատ ավելի լայն է։ Ընդդիմությունը միայն թուրքական սպառնալիքի վերաբերյալ խոսույթով չպետք է բավարարվի։ Եվ ինչ պետք է անի, որ հաղթի 26 ընտրություն։ Առաջին հերթին մոտիվացնել այս իշխանություններին մերժող քաղաքացուն, որ տանից դուրս գա եւ գնա տեղամաս եւ ունենանք մասնակցության բարձր ցուցանիշ։ Ամենակարևորը դա է։ Բացի անվտանգային արտաքին մարտահրավերներից, որոնք առաջնահերթ են, բացի այդ ամենից, ընդդիմությունը պետք է նաև ունենա կոնկրետ սոցիալական դիմագիծ, շատ կոնկրետ հարկերի վերաբերյալ, турքերի վերաբերյալ, այլընտրանքային լուծումներ պիտի առաջարկի։ Մեր ձևովը կարծես թե առաջարկում է։ Անպայման բոլորը խոսեն այն մասին, որ հետ Փաշինյանական Հայաստանում ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, հա։ Խոսեն կոռուպցիայի վերաբերյալ, դատական համակարգի վերաբերյալ, հստակ հայտարարեն, ով ընտրություն կկեղծի, որ իրավապահը կաշառքով անարդար գործարքի կգնա, դա լինելու է
իշխանությունների թշնամին այդ Կամ մարդը։ անկախ դատական համակարգ, ինչի մասին նաև Ռոբերտ Քոչարյանն Այո, եւ ամենակարևորը խոստանան, որ քանի որ մենք այս պահին խոշոր հաշվով մեկ անձի անսահմանափակ իշխանության տուժված ենք, հա, այսպես ասենք։ Ես այդ խոսույթը շատ եմ եւ փակ զրույցներում տարածել։ Եվ նաև հրապարակ ցանցերում եմ գրել եւ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ տարբեր տեղերից արդեն իսկ կան արձագանքներ, որ չի կարելի եկնի ճակատագիրը հանձնել մեկ մարդու տնօրինությանը եւ ապավինել թե արդյոք նա ողջամիտ կլինի թե ոչ։ Եվ միայն անգամ իսկ հավասարակշիռ եւ զուսպ առաջնորդը անգամ բավական չի, որտեղ եթե պետք է լինի զուսպ հավասարակշիռ, բայց սպասարկի մաֆիայի ու կլանի շահերը, դա իր հետևանքների առումով շատ չի տարբերվելու այսօրվա էքսցենտրիկ անհավասարակշիռ կառավարչից, հա, Պետական կառավարման փոփոխության մասին եք խոսում, այո։ Անշուշտ պետք է տարանջատվի միանձնյա իշխանությունը։ Օրինակ ես պատկերացնում եմ մոդել, որ որոշակիորեն սահմանափակում ունենա խորհրդարանական մեծամասնության հնարավորությունը, բայց դա իմ անձնական ենթադրությունն է։ Դատաիրավական համակարգի վերաբերյալ ընտրական process-ի անցողիկության շեմը իջացնելու, որպեսզի հնարավոր լինի, որ ոչ միայն խոշոր կապիտալը մասնակցի քաղաքական գործընթացներին, այլ քաղաքական բազմա, որ ասենք կուսակցական համակարգը կայացած չի։ Այս պայմաններում որտեղից կայանա, եթե նախկինում ստորագրահավաք էր, հիմա ասում են ընտրագրավ օրինակի համար, հա։ Մեր երկրում երբ է կուսակցությունները, որ ունեցել են բիզնես շերտերից սպիտակ ֆինանսավորում եւ իշխանությունները խետ հայացքով չեն նայել դրան։ Այսինքն պետք է այդ աորտան թույլ տաս, որ սպիտակ լեգալ ֆինանսավորում ունենան կուսակցությունները, որ կայանան, անկախ լինեն եւ քաղաքական գործիչը համարվի դա վարձատրվող աշխատանք։ Այսպես մի ամբողջ համախումբ կա, բայց ամենակարևորը գնալ մարզկենտրոններ, նախկին շրջկենտրոններ, գյուղեր, խոսել մարդկանց հետ, անգամից եթե մարդիկ ինչ որ նախկինից իներցիայով եկած ինչ որ բիֆեր կամ մոտ իրենց մոտ կամ թեր տեղեկացված են կամ այս իշխանությունների ռոպագանդայի ազդեցության տակ են, շատ բաներ էլ ճիշտ չգիտեն, շատ բաներ էլ քաղաքացու ասածը շատ ճիշտ է, պետք է ասել այո, այսինչ արատավոր երևույթները տեղ են գտել 18 թվականին ժողովրդի պորտկումը որքան էլ որ ասեն, որ չգիտեմ տարբեր ուժային կենտրոններ դրսից միգուցե կային շահառուներ եւ հիմա էլ կան, ես չեմ հերքում, բայց այդուհանդերձ հասարակության մոտ հասունացել էր, որ փոփոխություն էր պետք։ Ի վերջո Հայաստանում դեռևս չկա ընտրական գործընթացներով իշխանություն փոխելու նախադեպ։ 30 տարի մենք որպես պետություն, հա, մոտավորապես գոյություն ունենք, բայց գեթ մի անգամ քաղաքացու քվեով իշխանություն այս երկրում չի փոխվել։ Դա որոշակի թերահավատություն է առաջացնում ընտրական process-ի հանդեպ։ Այսինքն քանի դեռ այդ նախադեպը, իսկ ստեղծել այդ նախադեպը եւ գնար հանձնառության, որովհետեւ եթե հունիսի 7-ին է տեղի ունենում ընտրությունը, մինչեւ տարեվերջ Փաշինյան ունի հանձնառություն սահմանադրությունը փոխել։ Անկախության հռչակագիրը ուրանալ, մեր սիմվոլները, զինանշանը, մյուսը Հայաստանի երրորդ հանրապետությունը թաղել։ Հա, երրորդ հանրապետությունը իր ողջ ժառանգությամբ, հայոց պատմությունը դառնում է Հայաստանի պատմություն, օրհներքը լավը չի, չգիտեմ, զինանշանը լավը չի, դրոշը լավը չի, իրենց ասելով մեր ոչ մի բանն էլ լավը չի, բայց իրականում ամեն ինչ էլ նորմալ է, իր թերություններով հանդերձ կարելի է թերությունները շտկել, միակ բանը, որը լավը չի, այդ իրենք են, իրենցից է պետք որպես չարորակ նորագոյացություն մեր հանրապետությունը ազատել եւ այդտեղ ընտրությունները ընդդիմությունը պետք է համախմբվի այն բանով, որ առաջինը միմյանց հանդեպ չլինեն ցեխարցակումներ եւ հարվածներ, բոլորը գնան այն օրակարգով, որ պարլամենտ անցած ըստ իս 3-4 քաղաքական խոշոր միավորները, այսինքն բլոկային ձևով, այո։ Հա, ես կարծում եմ, որ ոչ մի ուժ միանձնյա չի կարող 50+1 վսկի իշխանությունը չունի 50, իրականում հատկապես իշխանությունը չունի սոցհարցումների տվյալները։ Այն բաղան, որ լծակներ ունեն, դա սոցիոլոգիան էլ ինչ որ վատ արդյունքներ է ցույց տալի իրենց համար, չգիտեմ ինչ 10%, 15%, եսի ինչ, հա, բայց այդտեղ բանի խնդիր կա, դրա համար եմ ասում, ակտիվությունը շատ կարևոր է։ Եթե ակտիվությունը, չգիտեմ, եղավ 30%, իրենց 10-15%-ը տեսակարար կշռով հաշվարկի ժամանակ կարող է դառնալ։ Այսինքն իշխանությունը ձեռնտու է, որպեսզի դժգոհ ընտրողները չգնան ուղղակի։ Հա, այո, ասում են համար իրենց շատ հատկապես շատ դուր է գալիս են զանգվածը, որ ասում են
ձեզ էլ չեմ ուզում, մնացածից էլ չեմ ուզում, չեմ գալի։ Կամ Նիկոլ Փաշինյանը որ չլինի, ով լինի, ով գա։ Դա լատենտ իշխանամետություն է, իշխանությունը ձեռնարկում դու մնա, ինձ ձեն տվողը սենց տենենց գալու է։ Դու մնա ձեր տունը հայ-հոյի անիծի քո երկրի ճակատագիրը, դու մնա, դու մի արի։ Ընդդիմության խնդիրն է, որ մարդկանց մոտ առաջացնել այդ զգացողությունը, որ հնարավոր է եւ պետք է փոխենք, որովհետեւ սա Հայաստանի Հանրապետության լինելիությանը վերաբերող ընտրություններ են, որպեսզի Աստված մի արած թե Հայաստանի Հանրապետությունը չարժանանա Արցախի ճակատագրին։ Պարոն Սուքիասյան, Հայաստան է այսօր ժամանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս մասին վաղուց էր հայտնի, Թրամփը նույնիսկ նախանշել էր այն հիմնական նպատակները, որոնց համար Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստան, հետո մեկնելու է Ադրբեջան, բայց այնուամենայնիվ սա իսկապես Ամերիկայի հետ ռազմավարական բնույթի համաձայնություններ ձեռք բերելու մասին է, թե այսպես ասենք նախընտրական նվեր ԱՄՆ-ի վարչակարգի կողմից Փաշինյանին։ Տեսեք, որ սենց հետը հայաց նայում ենք, որովհետեւ մեկի մտքով չէ անցնի, որ մի օր կարող է Միացյալ Նահանգները, ասենք, չգիտեմ, Նիկոլաս Մադուրոին առևանգել, հա, կամ բացահայտ ասել, ես ուզում Գրենլանդիան վերցնեմ ինձ Դանիայի ձեռքից։ Կլինի մեր, չգիտեմ, 53-րդ թե 54-րդ մարզը։ Այսինքն իրողությունները այնպես են փոխվել, որ նախկին դասական տրամաբանությունները այլևս չեն աշխատում այդ չափումները։ Հիմա Միացյալ Նահանգները որդեգրել է շատ ավելի այսպես նախաձեռնողական, շատ ավելի այսպես ակնհայտ դեմոնստրատիվ վարքագիծ եւ այդ թրիփի կնքումից հետո, որպեսզի process-ը տեղապտույտ չարձանագրի, իրենք պետք է անընդհատ լիցքեր հաղորդեն։ Հիմա մեր վայ իշխանությունները ինչ զիջելու ունեին, արդեն զիջել են։ Եվ մինչև տեղի կունենան ընտրություններ, մինչև դրա դիմաց ինչ որ մի բան կստանան, որ բերեն հանրության վրա ծախեն, որ տեսեք մենք էս տվեցինք, բայց էս բերեցինք, պետք է այդ process-ը պահել։ Ես գտնում եմ, որ առաջնահերթ հետաքրքրությունը Միացյալ Նահանգների Ադրբեջանն է կապված հակաիրանյան իրենց ստրատեգիական հաշվարկների հետ, իսկ Հայաստանը ավելի շատ կրում է, այսպես ասենք, պարիտետը պահելու, որ տեսեք մենք հավասար բան ունենք, վերաբերմունք ունենք, ի վերջո Հայաստանը թրիփի գերակշիռ մասը տվել է Միացյալ Նահանգներին, հա։ Պարոն Սուքիասյան, իսկ հակաիրանական կամ հակառուսական քաղաքականության մեջ Հայաստանին որոշակի դերում չեն պատկերացնում, որովհետև շատ փորձագետներ ասում են, որ Վենսի նպատակը ավելի շատ հետապնդում է հասկանալ կամ այսպես վստահ խոսք լսել, որ օրինակ ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանը Ռուսաստանի հետ չի համագործակցի, այսինքն ամբողջովին դուրս կմղի ռուսական գործոնը կամ հակաիրանական գործողությունների պարագայում որոշակի կողմ կզբաղեցնի, որովհետև բոլորս ենք հիշում 21 թվականին, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ կարող է մի օր էլ Իրանի հետ սահմանը փակվի։ Տեսեք, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները օբյեկտիվորեն գիտակցում է, որ այդուհանդերձ ռուսական եւ իրանական գործոնը Հարավային Կովկասում միշտ լինելու է ուժեղ։ Պարզապես իրենց համար խնդիր կա դրված, որ հնարավորինս դա թույլատրել եւ Հայաստանին հնարավորինս հեռացնել Ռուսաստանից։ Այսինքն այսպես կտրուկ ձևով բոլոր կապերը խզել, Միացյալ Նահանգները չի գնալու այդ քայլին, որովհետեւ գիտի էներգետիկ անվտանգություն, պարենային անվտանգություն եւ այլն, եւ ինքը զորք չի բերելու ստեղ եւ այլն եւ այլն։ Իսկ իրենց շատ է հուզում, թե Հայաստանի շարքային քաղաքացին ինչ կարգավիճակում կհայտնվի այդ պարագայում։ Ես մտածում եմ, որ ես պետք է որ այդ իրենք այսպես ասեմ չեմ կարծում թե իրենք շահագրգռեն, որ Հայաստանը որպես պետություն վերանա ինչ որ մի ֆորմատով նորմալ է, որ պահպանվի ըստ իրենց։ Ես դա իմ սուբյեկտիվ գնահատականն է։ Իրավիճակը կառավարելու եւ որպեսզի եւ իրանցիներին եւ ռուսներին ստիպեն, որ Միացյալ Նահանգների հետ հաշվի նստեն այս ռեգիոնում կատարվող process-ների հետ, բնականաբար Միացյալ Նահանգները ունի այդ հավակնությունը, բայց այդտեղ մեր շահերից բխում է, որ մեր տրադիցիոն գործընկերների հետ մեր հարաբերությունները մնան անսասան, դա մեր բարօրությունն է դա թելադրում։ Ես կարծում եմ, որ մենք նաև իհարկե պետք է Միացյալ Նահանգների հետ ունենանք լավ, բարձր որակի հարաբերություններ, որտեղ երկիր մոլորակի թիվ 1 գերտերությունն է բոլոր առումներով, եւ մեր շահերից է բխում նաև Միացյալ Նահանգների հետ ունենալ բարձր մակարդակի որակյալ հարաբերություն, բայց ոչ ի հաշիվ մեր տրադիցիոն գործընկերների հետ հարաբերությունների, որտեղ պատմության ճոճանակ կա, որը դեռևս ոչ մեկը չի կարող կասեցնել, ռեգիոնալ գերտերությունները կարող են որոշակի տեղատվության եւ մակընթացության ժամանակներ ապրել ազդեցությունների,
դիցուկ էս պարագայում, ասենք, չգիտեմ, ուկրաինական ճակատի հետ կապված, բայց երբ որ ընդհանուր մոզաիկան որոշակի համաձայնությունների դաշտ, հա, բացի, մեզ պետք չի, որ մենք լինենք մանրադրամի դերում այդ արանքում եւ ստացվի, որ մենք անբարեհույս դաշնակիցներ ենք մեր տրադիցիոն դաշնակիցների համար։ Ի վերջո աշխարհագրությունը այդուհանդերձ շատ դաժան բան է եւ մենք այս տարածաշրջանում ցամաքային կապով Իրանի հետ ենք կապված եւ ռուսների հետ էլ մեր հարաբերությունները Ռուսաստանում ապրող սփյուռքը, Ռուսաստանից եկող տրանսֆերտները, նաև ով էս իշխանությունները լավ գիտեն ուկրաինական պատերազմի արդյունքում էս ռեէքսպորտի բերումով ինչքան փող է մտել Հայաստան, որը դարձել նաև իրենց, ասենք, շնչելու եւ որպես իշխանություն մարդկանց փոքրի շատ է որոշակի ինչ որ ֆինանսական, սոցիալական հարցեր լուծելու աղբյուր, հա, դա ռուսական ուղղությունը։ Այնպես որ այստեղ մենք կարիք ունենք Հայաստանում իմաստուն իշխանության, որը զերծ է ծայրեղություններից, չի դառնալու որևիցե մի աշխարհական կենտրոնի գործիքը, հստակ ֆիքսելով իր պրիորիտետները, միևնույն ժամանակ կարողանալու է հմուտ կերպով հարաբերվել նաև հակադիր բևեռների հետ, փորձելով երկիրը զերծ պահել շահերի բախումից։ Չէ, հակառակ պարագայում միշտ էլ կարելի է այս բևեռի մոտ էլ գտնել լավ եւ վատ դրվագներ, մյուս բևեռի հետ հարաբերություններում էլ, բայց կտրուկ փոփոխությունները վստահ եմ մեր երկրին ոչ մի լավ բան չեն տալու։ Պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր Երևան քաղաքի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը։ Կհանդիպենք վաղը։